Ավետիսյանների սպանության գործով դատավոր Հարություն Մովսեսյանը մերժեց Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի միջնորդությունը դատաքննությունը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում անցկացնելու մասին։ Սաքունցը մի շարք պատճառներ նշեց, թե ինչու պետք է դատավարությունը ռուսական ռազմաբազայի դահլիճում տեղի չունենա։ Դեկտեմբերի 18-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում անցկացրեցինք այստեղ, այս փոքր դահլիճում, որն անգամ պատշաճ աշխատանքային պայմաններ չի ապահովում դատավարության մասնակիցների, լրագրողների, ինչպես այդ դատավարությանը մասնակցել ցանկացող քաղաքացիների համար։ Մենք նույնիսկ վստահ չենք, թե անգամ դատավորի համար կան պատշաճ խորհրդակցական սենյակի համար բավարար պայմաններ, եւ ասում դատավորը միայն այդ խորհրդակցական սենյակը, որտեղ նախորդ անգամ մեր միջնորդությունից հետո դուք 15 րոպե ընդմիջում խնդրեցիք եւ չնեք թե այդ խորհրդակցական սենյակը բոլտեր է եւ մեր Դատավորը մերժեց այս միջնորդությունը, ինչից հետո տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները դատավորին բացառք հայտնելու միջնորդություն ներկայացրին, հայտարարելով, թե դատավորը կաշկանդված է։ Այս միջնորդությունը ևս մերժվեց։ Պերմյակովին դատարան բերած ռուս զինծառայողները, ի տարբերություն նախորդ նիստի, այս անգամ դահլիճում չէին, Ամբաստանյալին ապակեպատ խուց ուղեկցեցին հայ իրավապահները։ Նախորդ նիստին ռուս զինվորներին դատարանի դահլիճից հեռացնելու Արթուր Սաքունցի միջնորդությունը մերժվել էր, իսկ այս նիստին նրանց բացակայությունը Սաքունցն այսպես մեկնաբանեց։ Նախորդ դատական նիստի ժամանակ Պերմյակովին հստակ ռուսական զինվորները բացակայում են, չնայած որ մերժել եք մեր միջնորդությունը, դա ուզում էի ճիշտ ասած արձանագրեմ, այսինքն որ ոչ թե դատարանի որոշմամբ է հեռացվել փաստորեն ինչ-որ մարդիկ կան, որոնք որոշում են դեպի լինի դատական նիստին ոչ իրավասու մարդիկ, թե ոչ, սա ուղղակի արձանագրելու փաստ։ Դատավորը հայտարարեց, որ գործը դատաքննության փուլ է մտնում, սակայն տուժողների փաստաբանները խնդրեցին հետաձգել նիստը, քանի որ մինչև այդ փուլին անցնելը հաջորդ անգամ միջնորդություն ունեն ներկայացնելու։ Կողմերի համաձայնությամբ որոշվեց, որ նիստերը տեղի կունենան յուրաքանչյուր ուրբաթ օր, հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 22-ին։